Յուրաքանչյուր հայ գիտի Կոմիտասի արժեքը, գիտի, թե ինչ վիթխարի մշակութային արժեք է, գիտի, որ նա մեզ է վերադարձրել մեր երգն ու երաժշտությունը, նա մեր ինքնության խորհրդանիշն է երբևէ, գլխավոր ուղեցույց, և դեռ որքան ճանապարհ պիտի անցնենք, որ կարողանանք հասնել նրա ոգեղեն բարձունքին։ Իր ժողովրդի զավակն իսկական, ժողովրդի բսինքն էլ որ մնաց։ Նա նույնիսկ չկար և մի տարեկան, երբ մայրը գնաց։ Ախ, եթե գնաց նրա սուրբ հոգին թող որ համբառնա, արժանի դառնա իր հավատացած երկնային գահին, բայց ինչու գնաց հայոց թագուհին, մնար ու կաթ տար, իր Սողոմոնին, մեր Կոմիտասին, մնար ու հոգար մեր մինուճարի իր որդու մասին, մնար ու նրան մայրություն աներ, հուսահատության, տրտմության պահին նրա ճակատի ամպերը վաներ, նախ նրա մտքի ու հետո սրտի փշերը աներ, մնար, որ հետո շատ ու շատ հետո, երբ որդին քայլեց մութ արահետով, որ անգարց եղավ ու եղավ անել, թերևս նա իր մայրական սրտով իր մինուճարի ու մեր հանճարի սև ցավը տաներ, մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ մեծ մայր անվաներ, վեհամայր կոչեր, մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա իր բերնին տաներ, փեշերը պաչեր, մնար, չմնաց, գեթ հայրը մնար, բայց հայրն էլ գնաց, երբ որդին չկար 10 տարեկան, նա մնաց անտուն, մնաց բնավեր, տոլաչ տնավեր։ Բոլորա եզո Ով է Կոմիտասը, իմ ու ձեր Կոմիտասը։ 1869 թվական, Քյոթայրը, ես ծնվեցի սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Հայաշատ քաղաքում։ Մեր տանը մեծ ուրախություն էր, ծնվել էր առուզավակ։ Համեստ պայմաններում ապրող հարազատներս
Հավանաբար չէին էլ ենթադրում, թե ապագայում ես ինչ կարևորություն եմ ունենալու հայ ազգի ճակատագրում։ Ծնունդիցս 3 օր հետո ինձ մկրտեցին անվանակոչելով Սողոմոն։ Հայրս Գևորգ Սողոմոնյանը քյոթայացի էր, մայրս Թագուհի Հովհաննիսյանը ռուսացի, երկուսն էլ հայ են։ Սողոմոնյանները և քյոթայացի հայ ռուս ընտանիքները գաղթել են Գողթ հնգապարի Ցանրագյուղից։ Մայրս վախճանվեց 1870 թվականին, իսկ հայրս 1886-ին։ Նրանց մահից հետո իմ ուսման մասին մեծ հոգ էր տանում հորական տատս, Մարիամը։ Ես մնացի միամոտ զավակ։ Հին Քյոթայիայում հայերը հիմնականում թրքախոս են, որովհետև Օսմանյան կայսրության մեջ կային իշխանավորներ, ովքեր ժամանակ առ ժամանակ արգելում էին հայերենի օգտագործում։ Ես Քյոթայիայի մեջ թրքախոս էի, հայերենը սովորել եմ եկեղեցու խորանի վրա, թուրքերն այն ժամանակ կտրում էին այն հայերի լեզուները, ովքեր հայերեն էին խոսում։ Քյոթայիան հայտներ իր հաղճապակու արվեստով և վարպետներով։ Ես հենց այդ միջավայրում մեծացա։ Դուք իմ մանկության մասին շատ քիչ տեղեկություններ գիտեք, դրանք երբեմն խիստ հակասական են։ Տատիս մահից հետո իմ ուսման մասին մեծ հոգ էր տանում հորական տատս, իմ ուսման մասին մեծ հոգ էր տանում հորաքույրս։ Դասընկերներս և ժամանակակիցներս իրենց հուշերում նույնիսկ գրել են, որ եղել եմ որբ, անօթևան և աղքատ երեխա։ Տարբեր ամսաթվերի գրված 4 ինքնակենսագրությունն են, բոլորի առաջաբանում անդրադարձել եմ իմ մանկությանը։ Ստամբուլից մոտ 360 կիլոմետր հարավարության վրա գտնվող Քյոթայիա քաղաքում այսօր ոչ ոք չի հիշում հայերի մասին։ Հիմա Կոմիտասի հայրական տանն ապրող մահմեդականները իրենց մեծերից լսել են, որ ժամանակին այստեղ ծնվել ու ապրել է մի նշանավոր երաժիշտ։ Ես երգել եմ Քյոթայիայի հայկական եկեղեցում։ Քյոթայիայում այն ժամանակ 2 հայկական եկեղեցի կար։ Մեկը հիմա հիմնահատակ ավերված է, մյուսի մեկ պատն է միայն կանգնում։ 1876 թվականն էր։ Առաջին անգամ ոտքս դրի դպրոցի շեմքին և 1880 թվականին ավարտեցի այդ վարժարանը։ Մահից 4 ամիս առաջ հայրս ինձ ուղարկեց Բրուսայի վարժարանը, բայց դեռ տարին չբոլորած ես հետ վերադարձա Քյոթայիա։ 1881 թվականին մեր քաղաքի առաջնորդ Գևորգ Վարդապետ Դերցակյանը պետք է Սուրբ Էջմիածին գնար եպիսկոպոս ձեռնադրվելու համար։ Գևորգ 4-րդ կաթողիկոսը հրամանակրել էր Գևորգ Վարդապետին, որ իր հետ բերի մեր որ Սուրբ Էջմիածին Գևորգյան ճեմարան սովորելու համար։ 20 որբի մեջ վիճակը ինձ ընկավ։ Սողոմոնը ճեմարանի առաջին սաներից էր։ Ճեմարան, որը որպես մայրաթորի դպրոց սկսեց գործել 1874 թվականին։ Տարիներ անց Սողոմոն Սողոմոնյանը Քյոթայիայից հայտնվում է մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Հավանաբար աստվածնային նախախնամություն էր, որ հենց նա ընտրվեց այդքան որբերի մեջ և իր քայլերն ուղղորդեց դեպի մայրաթոր։ Կոմիտաս շորոր։ Hey!
այլի ձեր ունի։ Սկսավ ինձ հարցում փորձ անել, բայց ես կարծես չէի հասկանում ինչ էր ասում հայրապետը, որովհետև հայերեն էր ասում։ Իսկ ես տաշկախոս էի, թեև հայերեն գրել կարդալ գիտեի, բայց բոլոր առարկաները անցել էի տաջիկ լեզվով։ Ուստի և չէի հասկանում կարդացածս ու գրածս հայերեն։ Վեհատեսավ, որ հայերեն չգիտեմ, և տաճկերենով ասաց, որ զուր եմ եկել այնտեղից։ Իսկ ես առանց վարանելու մանկական միամտությամբ ասացի, որ եկել եմ հայերեն սովորելու։ Իսկ երբ հայոց հայրապետը հարցրեց, թե ձայն ունիմ, այո, ունիմ, և գիտեմ եկել։ Դու իս զվարդը գիտես, այո, գիտեմ։ Երբ հայոց հայրապետը լսում է Սողոմոնի զվարդը, աչքերից արցունքները գլորվում էին, և թավալվելով երկար, ջերմակ մուրոսի վրայով կորչում էին վերարկուի ծալքերի մեջ։ Գևորգյան ճեմարանի ուսման մակարդակը բավականին բարձր էր, որովհետև նոր էր և դասախոսական լավ կազմ էին հավաքել այնտեղ։ Խոհական և գրագետ դասախոսական կազմի հսկողությամբ ձևավորվեց Սողոմոն Կոմիտասը և հետագա տարիներին իր մի հոդվածում նա գրել է. Այն ամենի համար ինչ որ ունիմ, պարտական եմ իմ ժողովրդին և մայրաթ հոսում փեջ միացնին։ Ճեմարանն ավարտել եմ սարկավակի աստիճանով։ Սարկավակական աստիճանը նվիրապետության մեջ համարվում էր բարձր աստիճաններից առաջինը։ Այնուհետև, որպես կուսակրում եկեղեցական աբեղավ, ձեռնադրվել եմ և ուզվել ու շատ կարճ ժամանակ անց ստացել եմ վարդապետական աստիճան։ Ինչպես նաև որպես հոգևորական աշխատել եմ ճեմարանում, ինչպես նաև Մայր տաճարի երգեցողության հիմնական բեռը Մուսերին է եղել։ Այդ ժամանակաշրջանում ճեմարանում երգեցուցիչը Քրիստոֆոր Կարամուրզան էր, որին հեռացնում էր, և նրա փոխարեն այս բեռը իր ուսերին է վերցնում Սողոմոնյանը։ Նա այդ պահին արդեն և դրանից հետո առավել ուսանողության կողմից շատ սիրված էր։ Դեռևս սովորելու տարիներից տարվել էի ժողովրդական երգով դրանց ուսումնասիրություն։ Ուսուցչական տարիներին այդ սերս ավելի խորացավ։ Այդ շրջանում սկսեցինք աշխատել Աբեղյանի հետ, նա ավելի էր տարված բանահյուսությունով։ Նրանք ուսանողներին փոքրիկ թերթիկներ էին տալիս, որ ամառային արձակուրդների ժամանակ իրենց գյուղերը գնալու ընթացքում բանահավաքությամբ զբաղվում, և նաև երաժշտական պեկոներ հավաքի։ Ինքս էլ ման էի գալիս գյուղերով և այստեղից այնտեղից երգեր էի հավաքում ու ձայնագրում։ 1894 թվականին ես ավարտին հասցի Շրոմ թագնաժող երգերի հավաքածու, որն իր մեջ պարունակում էր օրորոցային, սիրային, հարսանեկան և պարային 25 երգ։ Սա միայն սկիզբն էր։ Կոմիտաս, ով Ալեքսանդր։ Ո
երաշտական հմտությունները կատարելագործելու համար իրենք այն միջավայր է հարկավոր։ Ամենահարմար քաղաքը Թիֆլիսն էր։ 1895 թվականին արդեն վարդապետ ձեռնադրված և 1894 թվականին Կոմիտաս հոգևոր անուն ստացած Սողոմոնը մեկնում է այնտեղ և 6 ամիս հարմոնի է ուսանում Մագար Եղմալյանի մոտ։ Վերջինս շատ ճանաչված երաշտագետ է Թիֆլիսում։ Եղմալյանը հանձն առավ անվճար կերպով Կոմիտասին սովորեցնել երաժշտություն և հարմոն։ Կոմիտասին Թիֆլիսում շատ էին հարվում, որպես անսահման տաղանդավոր մարդու։ Ես շատ լավ էի հասկանում, որ մասնագիտական նոր գիտելիքները շատ կարևոր են, բայց նաև հասկանում էի, որ իմ ազգի երաժշտության ամբողջությամբ ծառայելու համար նոր տեսական և կիրառական գիտելիքներ։ Ինձ հաջողվեց Ֆրիմյան հայրիկի միջնորդությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ մեկնել ուսանելու Բերլին։ Այստեղ հաճախում եմ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և ընդունվում Ֆրիդրիխ Վիլհելմ անվան համալսարանում։ Կոմիտասի շատակած Սուրբ Սարգիս եկեղեցուց այսօր մնացել է մի փոքրիկ պատ և աղոթարան, որովհետև Լավրենտի Բերիայի հրամանով այն ոչնչացվել է 1935 թվականին, իսկ Ներսիսյան դպրոց այսօր այլ անվանում ունի։ 1899 թվականին ես դարձա նորաբաց միջազգային երաժշտության ընկերության հիմնադիր անդամներից մեկը, որտեղ հանդես էի գալիս տարբեր դասախոսություններով, ներկայացնելով հայ երաժշտությունը։ Ֆլայշերն ասում էր, որ այն երաժշտությունը, որը որ ես եմ ներկայացնում, բարձր զարգացած քաղաքակրթություն է։ Ֆլայշերը հրատարակում ունի հոդված, որտեղ գրում է. Կոմիտասի շնորհիվ է, որ ժողովրդական երաժշտությունը միջազգային ընկերության առաջիկա օրակարգ դարձավ, որովհետև մինչ այդ Ֆլայշերը հետաքրքրված չէր ժողովրդական երաժշտությամբ։ Բերլինյան իր դասախոսությունով օտարներին հայկական երաժշտությամբ հիացրած Կոմիտասը պատրաստում էր վերադառնալ հայրենիք։ Կենսուրախ, լիահույս պատրաստված ձերի գետարումով աշխատելու ի նպաստ իր ժողովրդին։ Առհասարակ բոլոր ժամանակակիցների հուշերում նա իշտակվում է որպես կենսուրախ կերպար։ Նա դարձավ այդ ժամանակաշրջանի հայրականության սիմվոլը, մեծ եղեռնի խորհրդանիշներից մեկը։ Երբ խոսում ենք արդեն Կոմիտասի անձի և անհատականության մասին, պիտի նշենք, որ նա եղել է սրափոց, կատակասեր մեկում, ուներ շատ լավ ընկերներ։ Ես շատ էի սիրում քնել կոշտ թախտի վրա, առանց բարձ, միայն մեկ սավանում։ Ես միշտ շատ բաց եմ եղել շրջապատիս առաջ, շատ սիրված, միևնույն ժամանակ շատ խստապահանջ եմ եղել։ Նա ժամանակի զարկերակը զգացող մարդ էր, ուներ վեցեքարտը, ավանական ծրարը, կրիքներ, կրում էր մողեսի տեսքով կսքազար, և իսաներին անվանում էր քերթենքեներ, այսինքն մողես։ Կոմիտասը ձայնանկարների մեծ վարպետ էր։ 1899 թվականին ուսումս Բերլինում փայլուն ավարտեցի և վերադարձավ Էջմիածին որպես հայտնի երաժշտագետ։ Էջմիածնում հոգևոր ծառայությանը զուգահեռ ես երաժշտության բազմակողմանի գործունեություն էի ծավալում, ներկայացնելով հայկական երաժշտություն։ Կոմիտաս Քախան։ Խնձորտանելու եկա, համ խնձորի դարդը չեմ յարից տեսնելու եկա, նա նոր ասելու եկա, խնձորտանելու եկա, համ խնձորի դարդը չեմ յարից տեսնելու եկա, քախան կանեմ դու բարով յար, նանայ, նանայ, նայ, տոլմա կերպեմ բի բարով յար, նանայ, նանայ, նայ, քախան կանեմ դու բարով յար, նանայ, նանայ, նայ, տոլմա կերպեմ բի բարով յար, նանայ, նանայ, նայ, Հոպ թռնելս կուգա, թռնել պարելս կուգա, շան աղջիկ եկավ անցավ, բռնել պարելս կուգա, Հոպ թռնելս կուգա, թռնել պարելս կուգա, շան աղջիկ եկավ անցավ, բռնել պարելս կուգա, քախան կանեմ նու բարով յար, նանայ, նանայ, նայ, տոլմա կերպեմ բի բարով յար, նանայ, նանայ, նայ, քախան կանեմ նու բարով յար, նանայ, նանայ, նայ, տոլմա կերպեմ բի բարով յար, Հոյ նազանիմ, նազանիմ ջան, նազանիմ, նազանիմ, պես կարմիրցին քեզ հավազում, շամբալ կատին ինձ ասազում, մեր կրակը վարկանեմ, ուշն
գրի առավ և դաշնակեց կոմիտաս վարդապետը։ Ես 3 տարբեր երգերից փնջել եմ ծիրանից այդ երգը, ստեղծել հարսանեկան երգերի շարքեր։ Ես կարողացա փրկել Լորվա Գութաներքը, Անտոնի Կռունկը և մի շարք աշխատանքային երգեր։ Սոնա Յարը, Մոկաց Մյուրզոն, Սասնա Ծռեր էպոսի երգող հատվածները, Իրամար Խաչելության ողբը։ Ես միշտ էլ մտածել եմ, որ մեր ժողովրդական հոգևոր երգերը հարազատ քույր եղբայր են։ Կան վկայություններ, որ կոմիտասը նաև լավ պարում է և կարողանում է լավ ցուցադրել ժողովրդական պարերը, բոլոր լրացություններով, նրան տալով բացառիկ նշանակություն։ Յուրաքանչյուր ժողովրդի քաղաքական աստիճանը որոշվում է նրա պարարվեստով, ասում է նա, և իր պարը կարևորում է որպես կրթական մեթոդ։ Ես բոլորին ցույց տվեցի, որ հայը երաժշտություն ունի, ճարտարապետություն ունի, լեզու և գրականություն ունի, որը բոլորովին էլ կապ չունի պարսկահարաբա-թուրքական երաժշտության հետ։ Ես ամբողջ աշխարհին եմ ապացուցել դա։ Հայը ունի երաժշտություն, սա իմ ամենամեծ մարտահրավերն էր արևելյան երաժշտությանը։ Նախանցյալ դարի վերջին Ուելսում հայ մշակույթը մեծ զարթոնք էր ապրում, արվեստները ծաղկում էին։ Այդ ժամանակ է, որ պոլիս եկավ կոմիտասը և ունեցավ իր առաջին համերգը։ Ու հենց այս համերգից հետո էր, որ բոլորս հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր կարևոր տեղն ունենք երաժշտության աշխարհում։ Հայ երաժշտության մասին ես դասախոսություններ էի կարդում, համերգներ տալիս Էջմիածինում, Ժնևում, Վենետիկում, Իգդիրում, Բաքվում, Փարիզում։ Իմ հոդվածները տպագրվում էին հայալեզու և օտարալեզու մամուլում։ Ցավալին միայն այն է, որ 15 թվականից հետո և հայ երաժշտությունը և թե կոմիտասը մոռացության մատնվեցին։ Ես երբեք չեմ տարանջատել ժողովրդականն ու հոգևորը, երկուսն էլ համարելով հայի ծոցից, սրտից բխած։ Հաճախ էի լինում Թիֆլիսում, Թումանյանի տանը, Լերնատանը, որտեղ հավաքվում էին հայ մեծերը։ Իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով կոմիտասը սկսել էր օպերա գրել Թումանյանի անուշ պոեմի հիման վրա, բայց տարբեր պատճառներով այն այդպես էլ ավարտին չհասցվեց։ Թիֆլիսում ես հաճախ էի լինում հայոց եկեղեցում, որն առաջնորդանից եկեղեցի էր։ Հիմա այդ վանքից մի փոքրիկ զանգակատուն է մնացել։ 1909 թվականին Թիֆլիսի օպերային թատրոնում տեղի ունեցած եկեղեցական երաժշտական փառատոնի ժամանակ, որին ներկա էր Կովկասի մշակութային և քաղաքական ողջ էլիտան, կոմիտասը գրավում է առաջին տեղը, միացնելով հասարակությանը։ Կոմիտասը հայկական երգերը դասական ոճով է մշակում, քանի որ փառատոնային երաժշտությունը շատ ազդեցիկ է, ասում են ժամանակակիցները։ Այսքանը բավական էր։ Ես կայի ու չկայի։ Ինչ շատ օգնեց Իտալիա այցելությունս։ Եղա Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Հռոմի մի շարք թանգարաններում։ Սրան զուգահեռ երբեք չեմ դադարել զբաղվել հայկական խազերով։ Իտալիա կատարած այցից հետո կոմիտասն ասում է. Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբախտ հայրենիքն ավելի գեղեցիկ է։ Սակայն այդ դժբախտ հայրենիքում հոգևորականների որոշ պատճառով կոմիտասի համար դժվար կացություն է ստեղծվել։ 1905 թվականին ես արդեն հրաժարվել էի ուսուցչությունից, թեև հրապարակային որևէ խոսքի ժամանակ երբեք մեղադրանք չեմ հնչեցրել հայոց հայրապետ ու մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։ Անշուշտ, գաղափարական տարակարծիքներ եղել են միաբանության հետ, սակայն դրանք հասարակական քաղաքական տարբեր հիմքեր ու բացատրություններ են։ Մի շրջան ես շատ ճշված էի զգում Սուրբ Էջմիածնում, բայց ես երբեք չեմ հեռացել եկեղեցուց։ Երբեք։ Տարիներ անց ես փորձից գրեցի, որ կոչումից ես չեմ հրաժարվել։ Գուցե թե օգնումս եղել եմ երկարծի գնալ մայր աթոռից դեպի Պոլիս, թե մնալ հայրենիքում։ Պոլսում կոմիտասի մեծ ոգևորությամբ ընդունեցին, որտեղ նա հիմնեց 300 հոգուց բաղկացած իր հայրի երգսեր Կուսան երգչախումբը ու սկսեցին համերգներ տալ տարբեր քաղաքներում։ 1910-ից 15 թվականներին համերգներ ունեցան Թուրքիայի, Եվրոպայի, Եգիպտոսի տարբեր քաղաքներում։ Միայն 1911 թվականին Եգիպտոսում 17 համերգ դրեց և 12 դասախոսություն կարդաց։ Շուտով սկսվեց նաև ինչ-որ լարվածություն տեղի դասի և ժամանակի մամուլի հետ։ Կարծես հասարակությունը երկու մասի բաժանված լինեին։ Կային ինձ աջակցողներ և իմ դեմ ելած անձինք։ Ինձ համար առավել ցավալին այն էր, որ հայ երգը հատկապես արգելիքներ էր գտնում տեղի դասի կողմից։ Պատարագի վրա կոմիտասն աշխատել է իր կյանքի տարբեր տարիներին։ Կա նաև Բերլինում գրված տարբերակի գերմաներեն թարգմանությունը։ 7-ից 8 տարբեր տարբերակներից ավարտել է պատարագի միայն վերջին տարբերակը։ Այն արական կազմի համար էր։
և ավարտել էր 1915 թվականի սկզբին։ Գրել է նաև տաղեր, շարականներ, նա իրավմամբ պիտի տարիներ անց համարվի հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։ Իմ բանաստեղծությունները շատ չեն, դրանք եթերային են սիրո թարգուն երազներով գունավորված, գուցե շատերն են տեսել իմ հոգու խորքերը, և այս գիշեր իմ երազում քեզ հետ մեկտեղ պարեցինք, սեր ոգիներ սուրբ սեղանում մեղվանուներ շարեցինք։ 1918 թվականին Լայպցիգում տպագրվել է Կոմիտասի հայ կեղծուկ ժողովածուն, որի մեջ հայ ժողովրդական երգերի մեներքեր տպագրել էին։ 1914 թվականին Փարիզում մասնակցում են միջազգային երաժշտական ընկերներ 5-րդ համաժողովին, որի ժամանակ 3 զեկույց է կարդում հայ հոգևոր երաժշտության, հայ ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Կոմիտաս Շուշիկի պար։ թվական, Գարուն, ես Կոստանդնուպոլսում էի, ձերբակալված 2345 հայերի ցանկում կար նաև իմ անունը։ 24-25-ի գիշերը ոստիկանները շատ արագ կերպով հայտնում էին քաղաքի բոլոր հայտնիների տները և ձերբակալում ըստ պետական հրահանգի։ Մենք 48 ժամ մնացինք ինչ-որ զորանոցի մեջ, հետո իմացանք, որ աքսորվում ենք։ Երբ հասանք Անկարա, գիշերով ժամերգություն սկսեցինք։ Կոմիտասի տեր ողորմյան ստիպեց բոլորին հեկեկալ, այլևս հնարավոր չէ զսպել այդ տարապանքն ապրումները։ Այսօրվա մեջ նա շատ ծանր ապրումներ է ունենում։ Բալաքյան տեր հայրը նրան հարցնում է, թե արդյոք իր թղթերը ապահով տեղ է պահել մինչ աքսորվի։ Այս պահից սկսած Կոմիտասի մոտ մի հայտ եկավ տարօրինակ նավթագիր, երբ մի վարի էր հասնում, որտեղ ջրի որ է լինում, մարդիկ թույլով ջուր են հանում խմելու համար։ Բալաքյանի այս հարցում ու Կոմիտասի ծանր ապրումների մեջ է ընկել։ Նա ինքը ճակատին մոտենում է ջուր խմելու,
բայց դույլը դեն են շփոթում Օսման սրիկանները, ասելով, որ առաջինը պիտի իրենց ձերին ջուր տան։ Այսքանը բավական էր։ Ես կայի ու չկայի։ Ինձ հետ էր նաև Սիամանթոն, բայց չկարողացանք իրար հրաժեշտալ։ Թեև ինքն ինձ խոստացել էր ինձ օգնել, մենակ չթողնել։ Կոմիտասը աքսորի մեջ մնաց մոտ մի քանի շաբաթ։ Այս ընթացքում արդեն նկատելի էր վարքագծի որոշակի փոփոխություն։ Նա լուր էր։ Կոմիտասը լռել էր։ Նա առանձնացավ եւ դադարեց խոսել։ Աքսորի ամբողջ ընթացքում նա չդադարեց իր հոգեվոր պարտականությունները, ժամերգություններն ու պատարակները։ Ու մի կիրակի, պատարակի ավարտին, նրան էր մոտենում աքսորիալներից Բյուզանտ Քեչյանը եւ ասում, որ աքսորիալներից մի քանի հոգի, այդ թվում նաև վարդապետը, պիտի հետ վերադառնան Կոստանդնուպոլիս։ Ու մինչև հիմա դեռ հստակ չէ, թե այդ մի քանի աքսորիալները ինչպես եւ ինչու ազատ արձակվեցին եւ վերադարձան Կոստանդնուպոլիս։ Հստակ չէ, բայց վարկածները շատ են։ Ոմանց կարծիքով այս ամենի մեջ մեծ դեր է ունեցել իմ եղբայրը, ով շատ հայտնի գյուղատնտես էր եւ մեծ հեղինակություն փորձում։ Կան նաեւ այլ վարկածներ, որոնց մասին որոշել ենք չխոսել։ Ես հասկացա, ովքեր մնացին աքսորի ճամփին, նրանց այլևս չպիտի տեսնեի։ Ես մահվան քարավաններ տեսա, մահվան շունչ ու զգացող աչքեր, մահ սփռող երկինք ու մահ Ասում են 20-րդ դարի երկրորդ կեսին հոգեբանները սկսեցին ուսումնասիրել Հոլոքոստը, ցեղասպանությունը վերապրողը եւ զրույթը։ Իսկ ով կուսումնասիրի իմ հոգեկան աշխարհը, իմ ապրումները, ես կամ ու չկամ։ Նա վերադարձավ Պոլիս, բայց հետո ավելի հոգենցունց էր, անպատմելի, անհաղթահարելի, որովհետև աքսորի ճանապարհի լուրերը նրան հասնում էին ամենատարբեր ճանապարհներով։ Ես մեղավոր էի, ես ապրում էի, մյուսները ոչ։ Ասում են, որ նա ծով է պահում ի հարգանս աքսորիալներին։ Ես ջարդը չտեսա, իմ երևակայության մեջ ամեն օր է ջարդվել, ամեն օր, մինչ մահս։ Աշնանն արդեն բավականին վատ վիճակում էր, խնամող չուներ, թեև խնամքի կարիք շատ ուներ, անդադար աստվածաշունչ ունարեք էր կարդում, բոլորը կարծում էին, որ խենթացել է Կոմիտասը։ Ընկերներս տեսնելով հոգեվիճակս եւ չհասկանալով լռությունս, որոշեցին ինձ հիվանդանոց տեղափոխել։ Թեև կարծիքս այն է, իրենց ինձ հարազատ համարող որոշ անձինք կարծեմ թե որոշած էին բնակարանս հետ հանձնել տիրոջը եւ ինձ հիվանդանոց տեղափոխելով լուծելու էին շատ ու շատ ֆինանսական հարցեր։ Ինչ տրամաբանություն կգտնեք այս ամենի մեջ։ Թուրքի արարքից հոգեկան աշխարհի խաղաղությունը խաթարված Կոմիտասին տանում է թուրքական հիվանդանոց, թուրք պլույս հիվանդանոց։ Ծիծաղելի արարք, թեև պետք է նշենք, որ նույն տարածքում կար նաև հայկական հոգեբուժարան։ Եվ ուրեմն ինչու Կոմիտասին չտարան հայկական հոգեբուժարան։ Պատասխանը մեկն է՝ քաղաքական վրդապատճառով, կլաչ տնավեր։ Կոմիտասից ազատվեցին այսպես։ Կոմիտասից ազատվեցին հենց այս ճանապարհով։ Անհայտ է, թե ինչ բուժում է ստացել Կոմիտասը հոգեբուժարանում։ Հայտնի է միայն, որ նրանք չէր թույլատրվում ստեղծագործել կոլաչ տնավեր։ Անտարբերություն, մոլորություն, ցեխոտ մտքեր, սիրտս փլած էր։ Չնայած բոլոր արգելքներին 1916 թվականին Կոմիտասը գրել է բանաստեղծություններ, գրել է աղոթքներ, գրել է անձնիկ նվիրյալը, շոբարը, ուրեմն միտքը արթուն էր տակավին։ Ուզում էին տեղափոխել Էջմիածին, որտեղ ինքը իրեն կարող էր տանը զգալ եւ խաղաղվել, վերագտնել ինքը իրեն, կամ Երուսաղեմ, հայկական Մենաստանում ապրելու, բայց հետո ընտրությունը կանգ առավ Ֆրանսիայի վրա։ 1919 թվականի մարտի 19-ին իմ կամքից անկախ, անգամ իմ կամքին դեմ, ես երկում հայ երիտասարդների ուղեկցությամբ հասա Մարսել, հետո Փարիզ, որտեղ ինձ դիմավորեց Աշակ Չոպանյանը։ Ես 2 օր մնացի եկեղեցում, հետո տեղափոխվեցի հոգեբուժարան։ Այդ ժամանակ ստեղծվել է Կոմիտասի խնամատարության խորհուրդ, ովքեր հրապարակում են իր գործերը եւ հոգում իր ծախսերը։ Թեև ծախսերը գնալով ավելի մեծանում էին, հիվանդասենյակի գինը գնալով բարձրանում էր, ու արդեն անհաղթահարելի էր դառնում խնամատարության հանձնախմբի համար։ 1922 թվականին նա տեղափոխվեց մեկ այլ հոգեբուժարան, որը գտնվում էր Վիրջույֆում, այստեղ վարդապետը ապրեց 13 տարի։ 1995 թվականին այստեղ տեղադրվել է Կոմիտասի կիսանդին։
Այստեղ նա շատ արտոնություններ ունեցել։ Նա կարող էր կապված չքնել, օգտվել ջրային թերապիայից։ Այցելության պայմանները բավականին ազատ էին։ Նրանք կարող էին տեսնել բոլոր ցանկացողները, թեև նա երբեմն հրաժարվում էր խոսելուց կամ սահմանափակվում էր կարճ երկխոսություններով։ Այս օրերում հոգեբուժությունը լավ չէ զարգացած։ Եվ եթե մարդը հոգեկան խորհուրդ ունի, նրան անմիջապես հոգեկան հիվանդի պիտակ էին տալիս։ Իսկ ես խոսելու կարիք էի զգում, երբեմն լռելու։ Ես մի հոդված էի գրել, բժշկությունը և երաժշտությունը վերնագրով։ Ես կարողանում էի կառավարել ինձ, գրիչս, մտքերս։ Ինձ ճիշտ օգնություն էր պետք, ինձ հասկանալ էր պետք, հոգուս ցավը հասկանալ էր պետք։ Սա մելանխոլիա էր, որը պատեց նրան իր տեսածից, իր ապրածից, իր կորցրածից։ Նա ցեղասպանություն տեսավ, նա ցեղասպանություն ապրեց ու չապրեց։ Վանական միջավայրում լրակեցությունը միշտ էլ եղել են դեպքեր և վանական ըղեղերը։ Սա ուխտ է Աստծո հետ։ Լռություն, որի մեջ կար աղոթք, ապաշխարության աղոթք ազգի համար։ Ես հիասթափվեցի մարդկանցից, դժոխքից ելա և իմ լռությամբ ապացուցեցի, որ մահը իշխանություն չունի իմ ժողովրդի վրա, այն հավատքի վրա, որի Տերը հարույցյալ Քրիստոսն է, հոգիս հիվանդ էր, բայց միտքս թավ։ Կար նաև սրտի անբավարարության խնդիր, թեև այս ամենի երկրորդ պլանում էին թողել բժիշկները։ Տարիներ անց մի գեղեցիկ որակավորում տրվեց այս ամենին։ Հոգեցնցում, բայց ոչ երբեք հոգեկան հիվանդություն։ Հետաքրքիրն այն էր, որ նրա հիվանդանոցային գրքույկի մեջ նույն բժշկի կողմից տարբեր տարիներին տարբեր ախտորոշումներ էին տրվել։ Գուցե չհասկանալով, գուցե մասնագիտական հմտությունների պակասից, գուցե պետական հսկողության ազդեցության տակ։ Կոմիտասից թափ ուղղով և տրամաբանությամբ են միշտ հանդիպում բոլոր այցելուները։ Զրույցները ամենատարբեր թեմաներից էին, աշխարհաքաղաքականությունից մինչև անձնական։ Բոլոր հիվանդներին միատեսակ հագուստ ու կոշիկ էին տալիս։ Տարիներ շարունակ հագել եմ նույն փայտե կոշիկը, որը չափազանց կոպիտ էր ու անհարմար։ Ոտքս վերք էր արել։ Վերքից արյան վարակ, վարակից ման։ Սրա մասին բոլորը գիտեին։ Ինձ վիրահատեցին 4 անգամ, բայց միևնույն է, ոտքից բորբոքումը շարունակվում էր։ Ես 19 տարի մնացի այս հիվանդանոցում։ Բոլոր տարիներին իմ պահքն ու ծոմը պահեցի և մինչև կյանքիս վերջը գրեցի հոգևորականի սքեմը։ 1935 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում 66 տարեկանում իր մանկացուն կնքեց Կոմիտաս վարդապետը։ Մեր տոմարամատյանում Կոմիտասի հիվանդությունը նշված է հյուծախ տերմինով։ Սա Ֆրանսիայի հիվանդանոցի վերջին եզրակացությունն է։ 7 ամիս վարդապետի աճյունը մնաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, սպասելով հայրենիք տեղափոխելուն։ Խորհրդային իշխանությունները բացառություն արեցին և թույլ տվեցին աճյունի տեղափոխելուն։ Նրան հրաժեշտ տվեցին Երևանի կուլտուրայի տանը։ Այստեղ էր Չարենցը, ով պաշտում էր Կոմիտասին, թեև երբեք չէր տեսել նրան։ Ապակուց համբուրեց նրա ճակատը և ծաղկեպսակից փոկեց ու իր հետ վերցրեց մոմենի ծաղիկ։ Աճյունը ամփոփվեց քաղաքից դուրս գտնվող մի այգու, որը հետագայում հենց կոչվեց վարդապետի անունով, Կոմիտասի անվան պանթեոն։ Իր կողքին հիմա ամփոփված են հայ ազգի այլ հանճարներ, իսկ հոգին ամենուր է, ամեն հայի սրտում և աքսորի ճանապարհին։ Կոմիտասի նման ողբերգական ճակատագիր ունեցան նաև նրա ձեռագրերը, շրջելով քաղաքից քաղաք, մինչև որ հասան Հայաստան։ Անհերքելի փաստ է, որ մինչև հայրենիք հասնելը դրանք մաս-մաս եղան, միտումնավոր ու չարամիտ կերպով։ Դա է պատճառը, որ նրա ստեղծագործությունների մեծ մասը այդպես ամբողջական պատկեր չունեցան։ Ինձ ցանոթ մարդիկ լավ գիտեին, որ ես շատ եմ սիրում կարգ ու կանոն։ Ես միշտ էլ համակարգված եմ աշխատել։ Իմ աշխատանքները երբեք թերի ու կիսատ չեմ թողել։ Բոլորդ էլ հասկանում եք։ Իմ աշխատանքներն էլ իմ կյանքի պես ծվեն արվեց։ Մի մասն էլ ոչնչացվեց։ Վստահաբար, թուրքական արխիվներում Կոմիտասի մասին նյութեր հիմա էլ կան, որոնք հայի համար խիստ անհասանելի են։ Այսօր էլ նրանք փորձում են մինչև անգամ Կոմիտասին ներկայացնել որպես իրենց մշակույթի մի մաս։ Պատրիարքանի արխիվները նույնպես ուսումնասիրված չեն, իսկ մեր հարցումներին տրվում է մեկ պատասխան, ինչ որ կար, արդեն ուղարկվել է Հայաստան։ Իմ երազանքը կոնսերվատորիա հիմնելու այդպես էլ չիրականացավ, բայց իմ մահից հետո 1946 թվականի Երևանի պետական կոնսերվատորիան իմ անունով կոչվեց։ Ես ուրախ եմ,
ոգիս տխուր ու լուռ։ Թող ողջ մնա իմ ժողովուրդը, ես նրա սրտում չեմ մրսի։ Կոմիտաս կռունկ։ Իրականում կոմիտասը յուրաքանչյուրիս մեջ է։ Իրականում կոմիտասն է, որ հայի ինքնությունը և հային հայ կապող գնացել մեզ աշխարհում։ Որովհետև կոմիտասը կարողացավ գիտեք բազմաթիվ երկրներ մասեր օտարամոլ տարել, որ հետո նորից հետ վերադարձնել ժողովրդին։ Շնորհակալություն անչափ գեղեցիկ պահերի համար։